Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, կրկին շաբաթ և կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարը։ Այս անգամ խոսենք Հնդկաստանի մասին, Հնդկաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման մասին և հունվարին ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի մասին։ Քանզի վերլուծելով այդ համաձայնագիրը ակնհայտ է դառնում, որ դա լոկ տնտեսական փաստաթուղթ չէ։ Այն ունի շատ լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն և շատ լուրջ անվտանգային նշանակություն երկու կողմերի համար։ Փորձենք հասկանալ, ինչ պայմանագիր է դա և ինչու է ազատ առևտրի համաձայնագրում տեղ հատկացվում անվտանգային խնդիրներին, այն էլ այդ ծավալի։ Այսօր կրկին թեման քննարկելու եմ Գևորգի հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Վիկտոր։ Թեման կարծում եմ բավականին ակտուալ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում կետերի հետ կապված և հիմնական այսպես ուղղությունների հետ կապված։ Նախ եւ առաջ թեման արդեն իսկ այնքանով է արդիական, որ խոսքը գնում է ընթացիկ 26 թվականի զարգացումների մասին։ Այո, 26 թվականի հունվարի տարվա սկզբին է ստորագրվել այդ համաձայնագիրը։ Որովհետև այդ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը Հնդկաստանի եւ ԵՄ-ի միջև ստորագրվեց հունվարի 27-ին ընթացիկ թվականի։ Այո, եւ ինչպես մեր ամերիկացի գործընկերներն են սիրում կրկնել, փորձենք հասկանալ ում է դա պետք։ Այո։ Որպեսզի պարզենք, թե իրականում ինչ նշանակություն ունի այդ պայմանագիրը։ Իմաստ բաժինների, փորձենք վերլուծել։ Սկսենք տնտեսականից, քանի որ ամեն դեպքում ազատ առևտրի համաձայնագիր է, երկու կետ։ Հնդկաստանը թույլատրում է, որպեսզի եվրոպական արտադրության մեքենաները ցածր մաքսատուրքով ներմուծվեն Հնդկաստան։ Ես հիշեցնեմ, որ դու էլ շատ լավ գիտես, 110% մաքսատուրք էր սահմանված եվրոպական արտադրության մեքենաների համար, իջեցրել են 10-ից 20%։ Այո, այսինքն Հնդկաստանը Իրանի պես, Թուրքիայի պես շատ լուրջ մաքսատուրք է, որովհետև ունի մեքենաշինություն սուբյեկտներին, ունի մեքենաշինություն եւ իդեպ հնդկական մեքենաշինությունը իր արմատներով գնում է հետպատերազմյան շրջան, երբ հիմնադրվեց իրենց հայտնի Tata Motors-ը։ Այդ Tata Motors-ը կապած նաեւ եվրոպացիներն են այստեղ, իրոնիա սուծբի, հա, այսօր Tata Motors-ը տնօրինում է բրիտանական Land Rover եւ Jaguar բրենդերը։ Արդեն քանի տարի է։ Դա եւս ճակատագրի հեգնանք է եւ մետրոպոլյան փաստորեն տեղերով փոխվել են, հա, մետրոպոլյան եւ այն այսպես սուբյեկտը, որի նկատմամբ իրականացվում էր բրիտանական գաղութային քաղաքականությունը, հիմա կարծես տեղերով փոխվել են։ Ես մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնեմ։ Ինչ ես կարծում, սա կապ ունի ուկրաինական ճգնաժամի հետ եւ եվրոպական միության ավտոմոբիլաշինության այն ծանր վիճակի հետ, որ պայմանավորված է հենց այդ կոնֆլիկտով։ Իհարկե դա կապ ունի։ Նախ եւ առաջ չմոռանանք, որ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը գերմանական հսկա ավտոարտադրողների պահեստամասերի մի մասը նույնիսկ արտադրում էր Ուկրաինայում։ Օրինակ Volkswagen-ը։ Դու պահեստամասերի մասին խոսեցիր, ես մեկ այլ տեսանկյունից մոտենամ, մինչև պատերազմը շուկանի նկատում 200-300 հազար ավտոմեքենա եվրոպական երկրներից ներկրվում են Ռուսաստան, հիմնականում գերմանական և չեխական։ Իհարկե, ամենամեծ շուկան։ Հիմա ստացվում է, որ Եվրոպական միությունը փորձում է դիվերսիֆիկացնել բնականաբար, որտեղ 1.4 միլիարդ բնակչություն եւ արագ զարգացող տնտեսություն ունեցող Հնդկաստանը դա պարզապես կլոնդայք է։ Մյուս կողմից հիմա ինչ է ստանում Հնդկաստանը։ Հնդկաստանը ստանում է իր տեքստիլ արդյունաբերության արտադրանքի շատ այսպես լավ պայմաններով ներմուծում եվրոպական շուկա, բայց փորձենք հասկանալ, արդյոք համաչափ է այս ամեն ինչը։ Ինչպես նաև այդ համաձայնագրում մի հետաքրքիր կետ էլ կա, միգրացիոն քաղաքականությունը եւս հեշտացվում է, մասնավորապես Հնդկաստանից Եվրոպա մեկնող ուսանողների համար, IT ոլորտի մասնագետների համար, իսկ չմոռանանք, որ տասնամյակներով հնդկական IT մասնագետները շատ բարձր ռեյտինգ ունեն աշխարհում։ Այո, բայց նաև մի տեսանկյուն էլ կա, չէ՞։ Հնդկական աշխատողները նաև հայտնի են իրենց էժան աշխատուժ լինելու այսպես հանգամանքով։ Ոչ բոլորն են IT մասնագետներ եւ ոչ բոլորն, այո, բարձր տեխնոլոգիաներին տիրապետում։ Հետևաբար սա արդեն Եվրոպական միությունում արկա այսպես միգրացիոն ճգնաժամը խորանալու է ի հաշիվ նաև հնդիկ
միգրանտների, որոնք անխոս գալու են Եվրոպական միություն աշխատելու եւ լինելով էժան աշխատուժ կարող են նաեւ լուրջ այսպես միգրացիոն ճգնաժամ ստեղծել Եվրոպական միությունում։ Մեր մոտ ենք BRICS-ը։ Այո, մեր մոտ ինչպես եղավ, այսինքն մի 10 տարի առաջ հնարավոր չէր երևի պատկերացնել կամ դժվար հնարավոր պատկերացնել։ Մենք Հնդկաստանից բեն ուսանողների ենք։ Այո, այն են բժշկական համալսարանի ուսանողներ։ Հիմնական բժշկական համալսարանի ուսանողների, իդեպ որոնց մի մասը նաև շատ լավ արդյունքներ է արձանագրել, նույնիսկ ինձ պատվել էր, որ կան ազգությամբ հնդիկ շատ լավ լուրջ բժիշկներ, ովքեր մնացել են այստեղ աշխատելու։ Միջայլոց մեր բժշկական համալսարանի ռեյտինգը բավականին բարձր է Հնդկաստանում, դա պետք է փաստել, դա խոսում է որակի մասին։ Հիմա վերադառնանք Եվրոպական միություն, ուրեմն Հնդկաստան, Հնդկաստանը գնաց Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանը, հատկապես ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, նաև այն պատճառով, որ Թրամփի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք էր սահմանել հնդկական ապրանքների համար։ Մյուս կողմից Հնդկաստանը փորձում է դուրս գալ այս չինական, հսկայական ազդեցությունից, որը անխոս կա Հնդկաստանում։ Եվ իրեն էլ ներկայացնել որպես առանձին խաղացող, առանձին ալտերնատիվ խաղացող, ոչ միայն շուկա խաղացող, նույն ԵՄ-ի համար։ Այո, նույն ԵՄ-ի համար։ Ուշադրություն դարձրեցի այն կետերին, որոնք կարծես թե առաջին հայացքից չեն վերաբերվում ազատ առևտրի համաձայնագրին, անվտանգության հարցեր, հատկապես ռազմածովային ոլորտում անվտանգության հարցեր, ծովահենության դեմ համատեղ պայքար, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հատվածում։ Հիմա առաջանում է հարց, ես լսել եմ, որ Կարմիր ծովի հատվածում կան ծովահեններ, բայց Հնդկաստանի հատվածում Սոմալիի հետ կապված բայց Հնդկաստանի հատվածում ծովահեններ չկան, բայց Հնդկաստանի հատվածում կա Մումբայ նավահանգիստ, ԶԼՄ-ներից երբեք չենք տեղադրել։ Այո, բայց այնտեղ կա Մումբայ նավահանգիստ, որը Իրանի Չաբահար նավահանգիստների հետ միասին հյուսիս-հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր մաս է կազմում։ Ինչ ես կարծում, սա էական նշանակություն ունի եւ հենց միգուցե սա է պատճառներից մեկը, որ Եվրոպական միությունը գնում է Հնդկաստանի հետ։ Քանզի նորից կրկնեմ, այն ապրանքները, որոնք Հնդկաստանը կարող է մատակարարել Եվրոպական միությանը, իրենց տեսակարար կշռով շատ ավելի քիչ են, քան այն ապրանքները եւ այն հաջողությունները եւ այն օգուտները, որ ստանում է Եվրոպական միությունը ապրանք արտահանելով եւ նաեւ ամբրանալով Հնդկաստանում ըստ էության։ Դե ինչպես նաեւ համամիտ է աշխարհաքաղաքական գործոնը, ալտերնատիվա Չինաստանին։ Չինաստանին ալտերնատիվա եւ Եվրոպական միության եւ Չինաստանի եւ միգուցե նաեւ Միացյալ Նահանգների։ Այսինքն Եվրոպական միությունը նաեւ փորձում է ցույց տալ Միացյալ Նահանգներին, որ ինքնուրույն խաղացող իբրև կարող է հանդես գալ տարածաշրջաններում։ Դե հենց հիմնական ֆիշկաներից մեկը այս պարագայում նաեւ սա է, որ նույն ԵՄ-ն, որը այսօր եւս ունի խնդիրներ աշխարհաքաղաքական, հատկապես Թրամփի վարած քաղաքականության հետևանքով փորձում է նաև իր ուրաշխարհի ցույց տալ, որ մենք եւս կարող ենք ինքնուրույն քայլեր անել գլոբալ։ Դու խոսեցիր BRICS-ի մասին։ BRICS-ի անդամ է, չմոռանանք Հնդկաստանը։ BRICS-ի անդամ է Բրազիլիան, իսկ ԵՄ Լատինական Ամերիկա հարաբերությունները ընդհանրապես այլ հարթության են դուրս եկել։ Այո, բայց այս BRICS-ին անդրադառնամ մի փոքր այլ տեսանկյունից։ Դու հիշատակեցիր, որ Հնդկաստանը BRICS-ի անդամ է, ճիշտ է։ Հնդկաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների այս վերջին լարվածությունը որոշակի առումով նաև կապված է նրա հետ, որ հնդկական ընկերությունները շարունակում են ռուսական նավթ գնել եւ վերամշակել իմիջիայլոց վերամշակում են եւ իբրև բենզին դիզվառելիք արտանում Մեծ Բրիտանիա։ Այսինքն Մեծ Բրիտանիան իլուր աշխարհի հայտարարում է, որ իրենք ռուսական նավթամթերք չեն գնում, բայց իրենք գնում են այն նավթամթերքը, որը ստացվել է հնդկական գործարաններում ռուսական նավթից։ Հենց արդեն որպես վերջնական product գրվում է made in India։ Այո, համաձայն եմ։ Իսկ ես չտեսա այդ պայմանագրում կետ ռուսական նավթի վաճառքի արգելքի հետ կապված կամ գնելու արգելքի հետ կապված։ Ես էլ չեմ տեսա։ Ինչ ես կարծում։ Կգնա Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների ճանապարհով պարտադրելով Հնդկաստանին հրաժարվել ռուսական նավթից, թե Հնդկաստանը կարող է Եվրոպական միության համար լինել այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ ձեռք բերելու աղբյուր, ոչ պաշտոնապես Ռուսաստանից, բայց պաշտոնապես Հնդկաստանից, ինչպես դու ասեցիր։ Այսինքն շրջանցել իրենց իսկ կողմից ընդունած որոշումը, չգնել ռուսական էներգակիրներ։
Սա եւս մեկ անգամ խոսում են մասին, որ նախ աշխարհում բացարձակ անկախ պետություններ եւ բացարձակ անկախ միավորումներ չկան եւ այս գլոբալիզացիայի դարում բոլորը բոլորի հետ կապված են։ Դա նորմալ է ըստ էության։ Ըստ էության նորմալ է, այդպես չէ որ մենք զուտ բացասաբար ենք դրա մասին խոսում, որովհետեւ լինել հանրության մեջ եւ ապրել հանրությունից դուրս անհնար է։ Մի հատ էլ հարց է առաջանում։ Իսկ եթե անվտանգության բնագավառում Եվրոպական միությունը գնում է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացման, հա, այ ո՞րն է Հնդկաստանի եւ Պակիստանի հարցում, տարածքային հարցում Եվրոպական միության դիրքորոշումը։ Այսինքն ինչ է լինելու տարածքային ամբողջականություն, թե այդ թեն մնում է օդի մեջ կախված այս հարցը։ Քանզի եթե դու հակամարտող կողմերից մեկի հետ գնում ես անվտանգային հարցերով հարաբերությունների դու դառնում ես մյուսին դեմ ըստ էության, անկախ քո կամքից։ Եվ որն է նշանակում է Եվրոպական միությունը այլ տեղ է իր օգուտը փնտրում Հնդկաստանում, որ դրա համար անգամ պատրաստ է հարաբերությունները ամեն դեպքում վատացնել Պակիստանի հետ։ Պատճառ դառնալով Պակիստան-Չինաստան հարաբերությունների ել ավելի խորացման։ Քանզի Ասիան եւ առասարակ Արևելքը, Ասիան, այդ տարածաշրջանը իրենք բավականին բարդ տարածաշրջաններ են։ Եվ մենք կրկին խոսացել ենք շատ նուրբ տարածաշրջաններ են։ Այո, որ նուրբ տարածաշրջան է եւ արևմտյան աշխարհ հայացք ունեցող մարդկանց համար, ինչը կրկին նորմալ է, բնական է շատ բարդ է հասկանալ Ասիան։ Այո, դարերով այդպես էլ եղել է, շատ բարդ է, որտեղ շատ դեպքերում Ասիան փակ համակարգ է։ Ասիան պետք չէ դիտարկել հետ պատերազմյան Հարավային Կորեա, Ճապոնիա, Սինգապուրով, որոնք գրեթե ամբողջությամբ արևմտյան մոդելով են զարգանում արդեն 80 տարի։ Մնացած Ասիան ունի իր ուրույնությունն ու ինքնատիպությունը առայս պահը։ Համաձայն եմ, մենք խոսեցինք Պակիստանի մասին։ Իսկ չմոռանանք, որ Հնդկաստանը տարածքային խնդիր ունի նաև Չինաստանի հետ։ Լադակ նահանգի մասին է խոսքը, որ իր տարածքով շատ ավելի մեծ է, քան Ջամու եւ Քաշմիր նահանգները իրար հետ վերցրած։ Այս դեպքում, եթե նրանք անվտանգային հարցերով խորացնում են համագործակցությունը Հնդկաստանի հետ, նշանակում է ավտոմատ կերպով սկսում են հակադրվել Չինաստանին։ Իսկ Հնդկաստան-Չինաստան տարածքային առումով բնակչության թվով միգուցե կարելի է համեմատել այս երկրները, բայց զարգացվածության տեխնոլոգիաների մակարդակով դեռ Հնդկաստանը շատ զիջում է Չինաստանին, դա ակնհայտ է։ Իհարկե։ Եւ նաեւ առասարակ իր կենցաղով իր այդ ամեն ինչով Հնդկաստանը զիջում է։ Բևեռացում է հանդիկ հասարակության մեջ շատ ավելի մեծ է։ Այսպես օրենքով է դա, կաստաների համակարգը դա ավանդույթի եւ նույն իրենց մեգապոլիսներում էլ այդ պատկերը արկա է գրեթե բոլոր քաղաքներում, հարուստների եւ արկադների այդ կվարտալները հայտնի։ Համաձայն եմ։ Իսկ այս դեպքում Եվրոպական միությունը ավելի շատ չի կորցնում գնալով Չինաստանի հետ հարաբերությունների սրման, նպաստելով մյուս կողմից Չինաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ինչ որտեղ նաեւ բարելավմանը Թրամփի այցը նաեւ դրա մասին էր, այսինքն պատերազմը պատերազմ, բայց տնտեսական հարաբերությունները պետք է պահել։ Չինաստանի հազվագյուտ մետաղների կարիքը Միացյալ Նահանգներն ունի, այս պահին չինական ուրեմն տեխնոլոգիաների կարիքը Միացյալ Նահանգներն ունի, ինչքան էլ որ դա վայրի չինական շուկայի կարիքը եւս, քանի որ հենց հաղորդման սկզբում խոսք գնաց ավտոմոբիլաշինության ոլորտի մասին, նշեմ մի հետաքրքիր հանգամանք, հայտի General Motors ավտոգիգանտը, ամերիկյան, որն ունի Buick brand, որը գրեթե չի վաճառվում բուն ԱՄՆ-ում, մեծագույն պոպուլարություն ունի արդեն մի քանի տասնամյակ Չինաստանում։ Դու Buick-ի մասին խոսեցիր, քանի որ խոսք գնաց մեքենաշինության, ավտոմոբիլաշինության մասին։ Միացյալ Նահանգների ավտոմոբիլաշինության այսպես խորհրդանիշներից մեկը Ford Bronco-ն, որ անգամ Միացյալ Նահանգներում չի արտադրվում, այսպես արտադրվում է Չինաստանում եւ կրկին մեծ պոպուլարություն ունի։ Ազատ առևտրի համաձայնագրում կետ կա կիսա փոխադրիչների հայերեն այդ բառը պոլուպրավատնիկ, այսինքն չիպերի հետ կապված semiconductor, այո, որ պիտի Չինաստանը, Հնդկաստանը մատակարարի, հա, Եվրոպական միությանը։ Ես անկեղծ ասած այդքան շատ չեմ շուկայում լսել
հնդկական չիպերի մասին։ Ես լսել եմ թայվանական եւ չինական, գիտենք բոլորը չիպերի մասին, որոնք ամեն դեպքում դրանց արտադրությունը եւ դրանց այդ soft-ը ունի ամերիկյան ծագում, ամեն դեպքում ծրագրային ապահովում ունի ամերիկյան ծագում։ Երբ որ խոսքը software-ի մասին է գնում, բնականաբար առաջինը բանալի անունը գալիս է ԱՄՆ-ն։ Չի կորցնում Եվրոպական միության արտադրողը սրանից, քանզի հնդկական չիպերի որակի մասին դեռ երևի ժամանակ է պետք, որպեսզի նույն արտադրողները իրենց տեղայնացման, լոկալացման ժամանակ փորձեն հասկանալ ինչպես են դրանք տրամաբանական է շատ։ Նշանակում է Եվրոպական միությունը գնում է Հնդկաստանի հետ հարաբերությունների այսպես խորացմանը, ինչ որտեղ նաև ստիպված։ Քանզի այլ տարբերակ եւ Չինաստանի ուղղությունը, Միացյալ Նահանգների ուղղությունը իրենց համար ըստեղության փակ է։ Փակ է այն առումով, որ Միացյալ Նահանգները իր պայմաններն է առաջ քաշում ազատ առևտրի համաձայնագրում, իմիջիայլոց ազատ առևտրի համաձայնագրի հետ կապված Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն, եթե համեմատում ենք, հա, Եվրոպական միության ազգայնական հատվածը նույն Մարին Լը Պենը Ֆրանսիայում դա համարեց ըստ էության ճորտատիրական պայմանագիր եւ նաեւ նշեց Լը Պենի պարագայում բավական էր դա եւ նաեւ Լը Պենը նշեց որ այստեղ բարոյական խնդիր կա այս պայմանագրում քանզի ֆրանսիացի ֆերմերները ստիպված են լինելու իրենց արտադրությունը կրճատել որպեսզի գերմանացիները կարողանան մեքենաները վաճառել Միացյալ Նահանգներում Լը Պենի խոսքերը սա էր նաեւ չմոռանանք որ հենց վերջերս էր որ կնքվեց մի պայմանագիր Լատինական Ամերիկայի տարածաշրջանի եւ ԵՄ-ի միջև հենց նույն գյուղմթերքի վերաբերյալ ինչը եւս շատ բուրըն արձագանք առաջացրեց Եվրոպայում որ Լատինա-ամերիկյան տարածաշրջանը սկսում է մեծ թափով ներմուծում դեպի Եվրոպա եւ եվրոպական մամուլը այդ ժամանակ գնում էր որ հասկանալ է որ այստեղ Վաշինգտոնի ձեռագիրն է երևում մի հանգամանք էլ կա որի վրա ցանկանում եմ քո ուշադրությունը դարձնել կրկին վերադառնանք Ուկրաինա եւ փորձենք Հնդկաստան Եվրոպական միություն ազատ առևտրի համաձայնագիրում գտնել կետ այսպես տողերի արանքում որը կարող է վերաբերվել Ուկրաինային Հիշում ես Միացյալ Նահանգների ղեկավարի հայտնի խոսքը, որ մենք այլևս զենք չենք տալու Ուկրաինային։ Եվրոպական միությունը պետք է պատվիրի մեզ, մենք արտադրենք այդ զենքը նոր մատակարարենք։ Հնդկաստանը շատ լուրջ զենք արտադրող երկիր է այսօր դարձել։ Եվ Հնդկաստանը արտադրում է այն տրամաչափը եւ այն ստանդարտները, որոնք ՆԱՏՕ-ին են 155 մմ-անոց արկերի մասին է խոսքը։ Իսկ միգուցե Եվրոպական միությունը սրանով փորձում է պատժել Միացյալ Նահանգներին, այնտեղ չտալ պատվերները, այդ փողն ուղղել հնդկական արտադրողներին, որպեսզի նրանք այդ զենքը արտադրեն եւ նրանք այդ զինամթերքն արտադրեն, հատկապես որ տրամաչափը նույնն է հիշեցնում։ Տրամաչափը նույնն է։ Հետաքրքիր ալգորիթմ է, հա։ Այսինքն այստեղ մենք կարող ենք ականատես լինել կարճաժամկետ կամ միջնաժամկետ ապագայում արդեն Եվրոպական միություն Միացյալ Նահանգներ տնտեսական շատ լուրջ բախման, որի կիզակետը լինելու է ռազմարդյունաբերությունը։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգներում ռազմարդյունաբերությունը տնտեսության ողնաշարն է, բացի այդ Ռազմարդյունաբերությունը ուրեմն ունի իր լոբիստական կազմակերպությունները, որոնք Սենատում եւ Կոնգրեսում անընդհատ լոբինգ են անում, այս կամ այնտեղ պատերազմի հրահրման եւ նաեւ զենք վաճառելու հետ կապված։ Առաջիկայում միջանկյալ ընտրություններն են։ Այո։ Եվ կարծում եմ սա լինելու է Եվրոպական միության այսպես պատասխանը Տրամպին նրա կողմից իրենց ստորացման համար։ Եթե հիշում ես, եւ վերջերս էլ անվտանգության հայեցակարգը ներողություն, երբ որ ընդունվեց Միացյալ Նահանգների, Եվրոպական միության ղեկավարները ինչպես որակվեցին, հիշում ես, դեմոկրատիայի սպառնալիք։ Այո, դեմոկրատիայի սպառնալիք։ Եվ Տրամպի, եւ Ռուբիոյի, պատերազմի նախարարի Միացյալ Նահանգների Հերգես կարծեմ ազգանունը, նրանց պահվածքը եվրոպացիների հետ կապված կարծում եմ սա եվրոպական պատասխանն է լինելու։ Եվ իդեպ այնինչը տեղի ունենում Հնդկաստանի եւ այս հարաբերությունների սերտացումը պետք է նաեւ արձանագրել շատ խիզախ պրագմատիկ քայլ Բրյուսելի կողմից։ Ես կարծում եմ ոչ միայն խիզախ, այլև ստիպված, քանզի այլ տարբերակ Բրյուսելը չունի։ Բրյուսելը չի կարող Չինաստանում ստեղծել հակաամերիկյան, հա, այսպես կա շատ պրիմիտիվ մակարդակված որտեվ Ամերիկայի Չինաստանը եւ Հնդկաստանը նախ եւ առաջ իրենց քաղաքական համակարգերով էլ չհամեմատել։ Եվ նաեւ դիվանագիտությամբ։ Իդեպ նաեւ պետք է նշել, որ իր անկախության ձեռքբերումից ի վեր, հա, Հնդկաստանը այս արդեն
80 տարի է, քաղաքական առումով մի շատ ստաբիլ պետություն է եւ գլոբալ առումով դասվում է դեմոկրատ այդ համարյա չասենք free democracy and full democracy չէ, բայց համարյա semi democracy երկրներից շարքում է միշտ։ Մի հանգամանք էլ ազատ առևտրի համաձայնագիր BRICS թվում է թե անհամատեղելի, թվում է թե երկու տարբեր, ուրեմն համակարգեր են, որոնք մրցակիցներ են, բայց մի պահ եթե փորձենք տեղափոխել Իրան ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիր, պետությունները, որոնք Իրանի այդ անդամ երկրները առանձին կարող է ունենան խնդիրներ, ԵԱՏՄ-ով այդ առևտուրն անում են։ Հիմա նույնը Հնդկաստանի միջոցով BRICS անդամ երկրները կարող են անգամ այս ազատ առևտրի որոշակի շրջանակներում եւ հնդկական ընկերությունների կոոպերացիաների արդյունքում համատեղ արտադրություններ հիմնել հենց Հնդկաստանում եւ քո ասած արտադրված է Հնդկաստանում մակնշմամբ արտահանել եվրոպական միություն չլինելով, այսինքն հնդկական արտադրության կրողը, հա, այսինքն նույն արտադրանքը հնդկական արգասիկ չլինելով, այսպես ասած։ Այսինքն այստեղ մի քանի քայլանոց կոմբինացիա է ըստ էության, որի առանցքը եվրոպական միության արտաքին քաղաքականության փնտրտուքն է ուղղությունների, թե ինչպես անել, որպեսզի պատասխանել այն բոլոր հարվածներին, նվաստացումներին եւ այլն, եւ նաեւ զրկանքներին, ինչու՞ չէ, որ եվրոպական միությունը ստիպված է կրում անկախ իր կամքից, մտնելով մի գործընթացի մեջ, որ իրեն պետք չի ըստ էության։ Հետաքրքիր զրույցեր այսօր, շնորհակալություն Գևորգ, թեման բավականին հետաքրքիր էր եւ շատ լայն թեմա է։ Այո, կարելի է հետագայում եւս մեկ անգամ անդրադառնալ Հնդկաստանին։ Միանշանակ անհրաժեշտ է։ Եվ Հարավային Ասիային առհասարակ թե ինչ է կատարվում։ Առհասարակ, որովհետեւ չմոռանանք, որ այդտեղ այսօր արդեն մի քանի տասնամյակ է կան բավականին արագ լուրջ տնտեսապես զարգացող երկրներ, նույն Մալայզիան, Ինդոնեզիան, Վիետնամը, ինչպիսի արդյունքներ սկսեց արձանագրել 90-ականներից հետո այն հայտնի Քլինտոնյան այցից հետո, չէ, որ ԱՄՆ-ի հետ կրկին մերձեցման գնաց։ Այո, համաձայն եմ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ միասին անցկացնելու համար այս հաղորդաշարը։ Սիրելի հայրենակիցներ, այս թեման էր, որին այսօր մենք ցանկացանք անդրադառնալ։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու նպատակով։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։